Միացյալ Նահանգները կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները եւ թույլ տալ, որ Անկարան կրկին գնի ամերիկյան F-35 կործանիչներ։ Երեկ նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարեց Դոնալդ Թրամփը, ընդգծելով Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթի գնումը։ Օվալաձև աշխատասենյակում ջերմ մթնոլորտում տեղի ունեցած ընդունելության ժամանակ ԱՄՆ նախագահը հենց սկզբից հստակեցրեց՝ Ռեջեփ Էրդողանն իր ընկերն է։ Մենք երկար ժամանակ շատ լավ հարաբերություններ ունենք, նա կոշտ մարդ է, շատ ինքնավստահ է։ Սովորաբար չեմ սիրում ինքնավստահ մարդկանց, բայց նա միշտ ինձ դուր է գալիս։ Ռեջեփ Էրդողանը Սպիտակ տուն էր այցելել առաջին անգամ վերջին 6 տարում ակնկալելով վերականգնել ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, որոնք սրվել էին 2019-ին, երբ Թուրքիան հակառակ Վաշինգտոնի զգուշացումներին հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնեց Ռուսաստանից։ Այս անգամ Սպիտակ տան ղեկավարը այլ պահանջ դրեց նրա առաջ։ Կարծում եմ, որ նա կդադարեցնի ռուսական նավթի գնումը, գիտեք ինչու, որովհետև նա կարող է այն գնել շատ այլ երկրներից։ Թուրքիայի նախագահը ռուսական նավթից հրաժարվելու Թրամփի առաջարկի մասին որևէ բառ չասաց, միայն վստահություն հայտնեց, որ կկարողանան քննարկել բոլոր հարցերը եւ հարաբերությունները հասցնել բոլորովին այլ մակարդակի։ Kendilerinin de az önce ifade ettiği gibi gerek F-35 Մենք այսօր հնարավորություն ունենք քննարկելու F-35 եւ F-16 կործանիչների հետ կապված որոշ հարցեր եւ կարողանանք դրանք մանրամասն քննարկել։ Bugün etraflıca görüşme fırsatı bulacağımıza inanıyorum. Լրագրողներից մեկն էլ Թրամփին հիշեցրեց, որ անցած ամիս նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ։ Հետաքրքրվեց՝ կարող է նոր բան փոխանցել այս թեմայով։ Թրամփը Ալիևի ու Փաշինյանի անունները լսելով խնդրեց կրկնել հարցը։ Հետո ասաց՝ ոչ, այդ մասին ոչինչ չի կարող ասել։ Փոխարենը խոսեց Սիրիայի մասին, ընդգծելով, որ հենց Էրդողանի շնորհիվ հնարավոր դարձավ ավելի քան 3 տասնամյակ իշխող Ասադների տապալումը։ Նա չի ընդունում դա, սակայն դա մեծ ձեռքբերում էր։ Հենց նա դա արեց։ Կարծում եմ ձեզ պետք է արժանին մատուցել դրա համար։ Հենց նրա ու Սաուդյան Արաբիայի թագավորի խնդրանքով վերացրի Սիրիայի նկատմամբ գործող պատժամիջոցների մեծ մասը, որպեսզի երկիրը կարողանա շնչել։ Էրդողանի հետ մոտ 2 ժամ շարունակված հանդիպումը Թրամփը հիանալի է որակել, ասել, որ շատ գործարքներ կնքեցին։ Այլ մանրամասներ չի հայտնել, հավելելով, որ ավելի ուշ հայտարարություն կանեն։ Այս պահին հայտնի է միայն, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Reuters-ը գրում է, որ Էրդողանը ձգտում է օգտագործել Թրամփի հետ անձնական կապերը Թուրքիայի պետական շահերն առաջ մղելու համար եւ օգտվել թանկարժեք զենքի վաճառքի եւ առևտրային համաձայնագրերի դիմաց գործարքներ կնքելու ԱՄՆ գործող վարչակազմի պատրաստակամությունից։ Bloomberg-ն էլ թուրք պաշտոնյաների հողմով նշում է, որ այս հանդիպման արդյունքում Թուրքիան կարող է Ամերիկայից գնել ամեն ինչ, սկսած Lockheed Martin ընկերության կործանիչներից եւ Boeing ինքնաթիռներից մինչեւ հեղուկ բնական գազ։ Խոսքն ավելի քան $50 միլիարդ արժողությամբ գործարքների մասին է։ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն ունի, ըստ գործակալության դեռ կախված է ԱՄՆ ռազմական եւ դիվանագիտական աջակցությունից տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար։ Ըստ Լոնդոնում գործող Eurasia Group Europe խորհրդատվական ընկերության տնօրեն Էմրե Պեքերի, Էրդողանը ցանկանում է օգտագործել Թրամփի նախագահությունը Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները վերաձևավորելու եւ բարելավելու համար, կենտրոնանալով հատկապես Թրամփին հետաքրքրող պաշտպանական ոլորտի վրա։ Էներգետիկ եւ պաշտպանական ոլորտների համաձայնագրերը, որոնց ձգտում է Էրդողանը, փոխշահավետ գործարքային հարաբերությունների գլխավոր հենասյուներն են, որոնք համապատասխանում են Թրամփի գործարքներ կնքելու հակմանը։ Սպիտակ տան հետ սերտ հարաբերությունները Էրդողանին նաև հնարավորություն կտա ամրապնդել թուրքական շուկաները, որտեղ գնաճը արդեն գերազանցում է 30%-ը։ Անկարայում գործող ՏԵՊԱՎ վերլուծական կենտրոնի ռազմավարագետ Նիհատ Ալի Օժջանի կարծիքով Էրդողանը, որի համար առաջնահերթություն է նախագահ մնալը, ձգտում է մինչև 2028-ի կամ ավելի վաղ կայանալիք ընտրությունները խուսափել իր իշխանավարումը վտանգելուց, ԱՄՆ-ից եկող որևէ խնդրի պատճառով։